Պարտք վերցնել, չվճարել, ապա սնանկությունը սնանկության վարույթի հնարավորությունն օգտագործելով ազատվել այդ պարտավորությունից այլևս հնարավոր չի լինի։ Հայաստանն առաջին անգամ ունի սնանկության օրենսգիրք։ 5 տարվա աշխատանքի արդյունքը նոր օրենսգիրքը ընդունվել է Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է։ 24 թվականին ունեցել ենք 5865 սնանկության դիմում, որից 4552-ը միայն ֆիզիկական անձանց սնանկության դիմումներն են։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը կրկին ֆիզիկական անձանց դիմումներ են, այսինքն առույցի բաժինը այս դիմումների ֆիզիկական անձանց դիմումներն են եւ դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը բավարարվում են։ Խոսքը բանկերից, ֆինանսական կազմակերպություններից վերցված վարկերի, փոխառությունների, ապա պարտավորություններից խուսափելու մասին է։ Քիչ չեն դեպքերը, որ իրավաբանական խորհրդատվություն մատուցող անձինք հայտարարություններով գովազդով առաջարկում են ֆիզանձանց իրենց դիմել, իրենք կօգնեն ազատվել պարտքերից։ Սա անընդունելի գործելավոճ է, որովհետև դրանով նաև մենք անհավասար պայմանների մեջ ենք դնում այն քաղաքացիներին, այն բիզնեսներին, ովքեր պարտաճանաչ են ֆինանսական առումով եւ բարեխիղճ են։ Ոլորտում կգործեն միասնական եւ համապարփակ իրավական կարգավորումներ։ Սնանկության նոր օրենսգրքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը օրենսգիրքը հարակից փաթեթը մշակող աշխատանքային խմբի անդամ է։ Համոզված է ոլորտի կարգավորմամբ բարելավում է գործարար եւ ներդրումային միջավայրը։ 2020 թվականին ոլորտի դիագնոստիկա, այսինքն ախտորոշում արվեց եւ վերհանվեցին ոլորտում առկա խնդիրներ եւ արդյունքում հենց Ասիական զարգացման բանկի կողմից ձևավորված փորձագիտական խումբը, որում ներառված եմ եղել նաև ես, ներկայացրեց հետազոտական զեկույց։ Հետազոտական զեկույցի հիման վրա, որը ներառում էր բոլոր շահագրգիռ սուբյեկտների անձանց հետ քննարկումները, նաև հարցումները, մշակվեց նաև ռազմավարական զեկույց, եւ այստեղ արդեն հստակորեն ցույց տրվեց, որ մենք ոլորտի բարեփոխումները պետք է իրականացնենք հայեցակարգի մշակմամբ, այնուհետև օրենսգիրքի մշակմամբ։ Օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկությանն առնչվող բոլոր նյութական եւ դատավարական կարգավորումները։ Նժարին դրված ամենակարևոր հարցը ըստ Մարկոսյանի պարտատերերի եւ պարտապանների շահերի հավասարակշռումն է, առանց որևէ մեկին որևէ առավելություն տալու, առանցքում ունենալով իրավունքի կամ պետական շահը։ Հանգամանքը, որ սնանկության գործող ռեժիմը ծառայում է նաեւ իջարս կամ ի վնաս պարտատերի, որպեսզի որոշ պարտավորություններից մարդիկ ազատվեն, վկայում է վերջին շրջանում այն պահից սկսած, երբ որ հարայնացվեց կամ հասարակությանը հասանելի դարձավ, որ սնանկության գործող օրենսգիրքը այլևս բացառելու է նման չարաշահումները, հնարավոր չի լինել ուղղակի 1-2 պարտավորությունով գալ եւ ասել մենք խնդիր ունենք եւ այլևս խնդիր չունենանք։ Հայտարարությունից հետո կամավոր սնանկության դիմումները սնանկության դատարանում ավելացել են։ Սնանկության ինստիտուտը միտված է ոչ թե ինչ-որ մեկին վնասելու, ինչ-որ մեկի պարտքերը, այսպես ասած, զարտուղի ճանապարհով շրջանցելու կամ ֆորմալ օրինական, բայց բովանդական ոչ օրինական ճանապարհով շրջանցելու, այլ այստեղ խնդիրը նա է, որ այն բոլոր անձինք, ովքեր բարեխիղճ են գործել, բայց հայտնվել են դժվարության մեջ, այդ մարդկանց օգնելու վերադառնալ բնականon կյանք։ Եթե ունես չկատարված պարտավորություն, զուգահեռ պետք է լինի փաստացի դա կատարելու անկարողություն։ Անվճարունակության շեմը 2 միլիոն դրամի փոխարեն նախատեսվել է 5 միլիոն դրամ։ Սնանկ ճանաչվելու համար պետք է լինի ուժի մեջ մտած դատական կամ այլ ակտ։ Այն ներկայացվի հարկադիր կատարման, փորձարվի բռնագանձել գումարը։ Եթե պարզվի անձը իրոք վճարունակ չէ, նոր միայն սնանկ կճանաչվի։ Իրավաբանական անձանց բիզնեսի դեպքում եւս կարևոր է դատական ակտի արբիտրաժի վճռի առկայությունը։ Շատ են դեպքերը, երբ որ կարելի է օրինակ 2 միլիոն պարտավորության պատճառով տանել սնանկացման եւ լուծարման մի ամբողջ հսկայածավալ բիզնես, որը պոտենցիալ ունի իրականում այդ պարտքին չոր ժամանակ վճարելու եւ շարունակելու իր բնականon գործունեությունը։ Բայց այս մոտեցմամբ մենք այն գաղափարն ենք դրել, որ եթե ավելի հստակ, ավելի բարդ է լինում սնանկ ճանաչվելը, բնականաբար ավելի շատանում են այն շանսերը, որ հնարավոր կլինի այդ ճանապարհով չգնալ ու վերականգնվել։ Նոր օրենսգրքում բիզնեսի առողջացման մեխանիզմներից է վերակառուցման վարույթը։ Այն ենթադրում է մինչև սնանկ ճանաչվելը որոշակի ընթացակարգերի կիրառում։ Կանխարգելիչ վերակառուցում է դա կոչվում, որը հնարավորություն է տալիս օրինակ մինչև 4 ամիս ժամկետով սառեցնել տոկոսները, տուժերը, որ կոչվում է մորատորիում, մորատորիում կիրառել, հնարավորություն տալ, որ
ոտքի կանգնի բիզնեսը, այդ դժվարությունը ժամանակավորապես հաղթահարի եւ շարունակի գործունեությունը։ Մինչև հիմա պարտապանների որոշ մասը ուրեմն տարբեր նկատառումներով փորձում են, այսպես ասած, գույք թաքցնելու, ակտիվներ ավելացնելու կամ փաստաթղթեր թաքցնելու գործողություններ իրականացնել։ Սրա պարագայում ներդրված է մի ինստիտուտ, որտեղ կառավարիչը սնանկության վարույթի անհրաժեշտությունից ելնելով հնարավորություն կունենա ցանկացած հարցի լուծման համար դիմել դատարան եւ ստանալ դրա ապահովման համար համապատասխան դատական ակտ։ Ինչ վերաբերում է, որ սնանկ ճանաչվելուց հետո փորձ է արվում գույքերը հաջորդում ցածր գնով վաճառել պարտքերն արագ մարելու համար, անշարժ գույքի գինը այսուհետև կհաշվարկվի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով։ Գույքի վաճառքը կլինի էլեկտրոնային աճուրդով։ Գործարկվել է էլեկտրոնային սնանկության համակարգը։ Հուլիսի 12-ից ուժի մեջ են մտվել օրենսգրքի ֆիզիկական անձանց վերաբերող կարգավորումները, իսկ փաթեթը ամբողջությամբ կգործի 1 տարի անց։ Մայա Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։